Բարև ձեզ հարգելի առօստադիտողներ, Ֆակտոր TV-ին ուղիղ տեսակապով զրուցելու է Գյումրի ասպարեզակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Ողջույն, պարոն Բարսեղյան։ Բարև ձեզ։ Պարոն Բարսեղյան, ոչ թե ընդդիմությունն է ասում կամ քաղաքասարության մի այլ հատված, որ ավելի այսպես սուր քննադատում է այս իշխանությունը, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդունում, որ ԱԱԾ-ի աշխատակից, այո, հորդորել է Գյումրի Սուրբ Հյոթ Վերգ եկեղեցու քահանային կիրակնօրյա պատարագի ժամանակ զեղչել Գարգին II-ի անունը, ինչը նախկինում արվել է Փաշինյանի մասնակցությամբ պատարակներում։ Սա ապօրինություն է, թե ուժի ցուցադրություն, թե նորմալ պրակտիկա, մի օր ԱԱԾ-ի անդամ կարող էր հորդորել, մի օր հավաքանու անդամ, մի օր սովորական գյուղացի որևէ ուժային պարտավորություններ չունեցող։ Սա լիազորությունների անցման սովորական պրակտիկա է։ Ես այդպես հասկացա վարչապետի խոսքից։ Ինքը ըստ երևույթին չի համարում, որ սա լիազորությունների անցում է։ Երևի պիտի եւս մի քանի տասնամյակ բոլոր իշխանություններին բացատրվի, որ իշխանությունը իրավունք ունի միայն անել այն, ինչ գրված է օրենքներով, սահմանված է։ Այլապես լիազորությունների անցումները անխուսափելի են, իսկ լիազորությունների անցումները կարող են լինել այդ որակի, պետհար որակի, զուլում որակի, էլդուսուս որակի։ Ասենք ԱԱԾ պաշտոնյաները մտնեն տները եւ երեխաներին սկսեն բացատրել, թե ինչպես պիտի ատամները լվան, ճաշիկը ուտեն, եթե ոչ լավ չի լինի, եթե 10 չսոպի եւ այլն եւ այլն, հա, ես գրոտեսկի եմ տանում, որպեսզի պարզ լինի, թե ինչու պետական պաշտոնյան, էլ այդպիսի համբավ ունեցող հիմնարկի պաշտոնյան իրավունք չունի զբաղվելու այն բաներով, վերջապես ինչի իրավունքը չունի ներողություն կրկնաբանության համար։ Մտքովս չէր անցնի, որ պարոն վարչապետը կխոստովի, որ ԱԱԾ պաշտոնյաները նման գործողությունից զբաղվում։ Եթե նույնիսկ ստացվել է այնպես հանկարծ, որ ծանոթ է ասենք ԱԱԾ պաշտոնյան, ծանոթ է կոնկրետ հոգևորականին եւ նույնիսկ ընկերական զրույցի մեջ է սա ասել, դա էլ պիտի տեղի չունենա, որովհետեւ ԱԱԾ պաշտոնյայի գործը դա չէ, պիտի պետական իշխանությունը զգույշ եւ զերծ պահի պետական որևէ պաշտոնյային նման գործառույթների մեջ խառնվելուց։ Սա ինձ համար միանշանակ է, թե ինչու որոշեց, որ դա նորմ, իսկ եթե դա նորմալ է ըստ վարչապետի, ուրեմն բոլոր պետական հիմնարկների, բոլոր պետական գերատեսչությունների, բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պաշտոնյաները իրավունք ունեն նման միջամտություններ կատարել, ինչը սխալ է, վերջապես ամեն մեկը իր գործը պիտի անի, եթե ինչ-որ մեկին տեղան հասկանալի է մնում այն խայտարակությունը, ինչի մասին խոսեց պարոն Փաշինյանը երեկ։ Հավանաբար նախկինում էլ այդպես եղել, նախապես ճշտել են հոգևորականը պատրաստ է արդյոք խմբագրել կամ գրաքննել յուր անելիքը, խոսքը, հետո նոր միայն վարչապետը հայտարարել է, որ ինքը մասնակցելու է այսպես կոչված սուրբ եւ այսպես կոչված անմահ պատարագի։ Սա բացարձակ մերժելի բան է, դատապարտում եմ ես դա, նման բաներ չպիտի լինեն։ Եթե պիտի լինեն, ինչ որ մեկը շատ է սիրում, շատ է հարգում վարչապետին եւ ասում է, որ ինչ անում է ճիշտ է անում, պիտի պատրաստ լինի, որ իրենց տուն է գալու ազգային անվտանգության ծառայության պաշտոնյան եւ հանձնարարելու է լվացք փռել ոչ թե դրսում, այլ ներսում։ Օրինակի համար, հա, ավելի դաժան բաներ էլ կարող եմ ասել, բայց թույլ տվեք չասել։ Հիշենք, պարոն Բարսեղյան, այս process-ը Գարգին II-ի հեռացման ակցիայի գործողությունների արարներից մեկն է եւ արդյոք վարչապետի այս խոստովանությունը կասկածի տակ չի դնի նաեւ process-ի լեգիտիմությունը, եթե նույնիսկ կաթողիկոսը կամ եկեղեցական վերնախավը արել են հակակրոնական կամ հակաիրավական քայլեր, արդյոք դրանց դեմ պայքարը նույն մեթոդիկայով կիրառելով պետական մեքենան խնդիր չի առաջացնում օրինականության շուրջ։ Ինձ թվում է, որ կառավարություն կամ վարչապետ կամ ԿՊ եւ Հայ առաքելական Սուրբ եկեղեցի հարաբերությունները կամ ճիշտ կլինի ասել վեճը, կոնֆլիկտը այնպիսի բևեռացում է բերել հասարակությանը,
որ այլևս նման փոքրիկ բաները կամ նման դեպքերը ես պետք է համարեմ փոքրիկ եւ գրեթե վճռական ազդեցություն չունեցող դեպքեր, իրադարձություններ եւ հանգամանքներ։ Ասած այն է, որ նման բաներով գրեթե ոչինչ այլևս չի փոխվում։ Հեղեղացվածությունը հասել է բավականին կատեգորիկ խմբավորումների, երրորդ խումբը կա, ինձ նման ասենք էլի, որը ոչ են կողմում է եւ համարում է, որ կրոնական կազմակերպությունը իր անելիքը պիտի անի, պետական իշխանությունը իր անելիքը եւ կրոնական էթիկայի մեջ պետական իշխանությունը անելիք չունի։ Հոգևորականների հնարավոր հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների մասով իհարկե պետական իշխանությունը անելիք ունի եւ պիտի անի, սա աներկբա է, չքննարկենք։ Էթիկայի մասով անելիք չունի։ Տեքստի միջից 3-4 ժամանոց միջոցառման պատարակի միջից մի նախադասությունը հանել տնելը պետական իշխանության անելիքը չէ։ Նման բացահայտումների, այսպես ասած, մենք ելի ենք ականջալուր լինելու, բայց համոզված եմ, որ դա այլևս վճռական ազդեցություն չի ունենալու բևեռացված խմբերի, որակների, այդ խմբերի աճի կամ անկման վրա։ Պես որ շատ կենտրոնանալ քաղաքական մասի վրա չարժե ստեղ, բանը բանից անցել է էլի այս իմաստով։ Բանն այն է, որ քրեական օրենսդրության տեսանկյունից պետական պաշտոնյան անցել է իր լիազորությունները, ինչքան էլ անունը տնեն գնացել է, հորդորել է, խոսել է, ակնհայտ է, որ ազդեցություն է ունեցել կրոնական կազմակերպության աշխատանքի վրա։ Չեմ ասում, թե զենք է քաշել վրան, բայց այդ ազդեցությունը ակնհայտ է։ Ուժի ցուցադրություն չի, պարոն Բարսեղյան, մի բան է, երբ որ Գյումրի ԿՊ խմբակցության ինչ որ մի ավականու անդամ գնա եւ, չգիտեմ, ворթիաբար խնդրի, որ զեղ չեն, դա էլ մի տեսակ կարող է ուժի ցուցադրություն լինել, թեև նրանք ընդդիմություն են այսօր, բայց երբ որ ԱԱՑ-ն է գնում, հենց այդ էի ուզում ասել, որ անպայման ԱԱՑ-ի համբավը այնպիսին է, որ դա կարող է ահաբեկչական ազդեցություն ունենալ որևէ մեկի վրա, հոգևորականի վրա, որի գործընկերները ենթադրենք հոգի ձերբակալված են կալանավորված, ինչքան են խոսքով մի քանի հոգի ձերբակալված են կամ կալանավորված են, անշուշտ իրենց վրա ազդեցություն ունի այդպիսի այցելություն եւ այցելությունները, սա շատ կարևոր է։ Պարոն Բարսեղյան, տեսեք, վերջին շրջանում, երբ որ հայտնի arczepiskoposները պահանջեցին Գարգին II-ի հեռացումը, կան այսպես կասկածներ, ինչպես վարչապետը ժամանակին կասեր, օդում կախված լուրեր այն մասին, որ կոմպրոմատներ են կիրառվել տվյալ անձանց նկատմամբ arczepiskopos Կճոյանի եւ մյուսների, որոնցից որոշները ունեն ընտանիքներ եւ ինչպես Գարգին II-ը, բայց Գարգին II-ից պահանջում են հեռանալ ընտանիք ունենալու բերումով, երեխա ունենալու բերումով, մինչդեռ պահանջողներն էլ ունեն, բայց վարչապետը նրանց ընդունում է, պարոն Կճոյանի համբավը բոլորին հայտնի է եւ այլն, հա։ Եվ այս ԱԱՑ-ի կիրառման վարչապետի կողմից խոստովանությունը արդյոք կարող է արդարացնել այն ենթադրությունները, որ միգուցե այս 10 հոգու դեմ են ինչ-որ կոմպրոմատներ կիրառվել կամ ԱԱՑ-ականներ գուցե նրանց են այցելել եւ ասել, եթե կաթողիկոսի հրաժարական չպահանջեք, բենթլիական կամ օֆշորային սկանդալները հետ կբերենք կամ մի տեսանյութ էլ քո բաղնիկից կարող է հեռարձակվել եւ այլն, սա զուտ կասկած է, բայց երբ որ ասում է օրինականությունը արդյոք կասկածի տակ չի դրվում կաթողիկոսի հեռացման process-ի, արդյոք այդ մասին չենք ասել։ Հասկացա, ենթադրելու իրավունքի իհարկե բոլորս ունենք, պնդել առայժմ չենք կարող նման բան։ Ես չեմ բացառում, որ որոշ հոգևորականներ իսկապես խոր համակրանք ունեն եւ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի կամ նոր իշխանության նկատմամբ, այդով է պայմանավորված իրենց դիրքորոշումը, ուրիշ հոգևորականներ շատ վաղուց եւ քողարկված կերպով դիրքավորված էին եւ են ընդդեմ կաթողիկոսի, սա նորություն չէ ինձ համար, ես այս մասին տեղյակ էի նույնիսկ 10-12 տարի առաջ, որ այդպիսի դժգոհություն կա հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների շրջանում։ Կարող է եւ ձեր ասածն է, որ կան խայտարակող նյութեր, կոմպրոմատներ, այսպես ասած,
որոնք կարող են օգտագործվել։ Քաղաքականությունը այդպիսի մի բան է, եթե կպարզվի, որ այդ գործիքներն է օգտագործել այս իշխանությունը, իսկ նման կասկածներ ունենալու իրավունք ունենք, սա իհարկե վարկաբեկում է իշխանությանը, ինչը դատապարտելի է, խայտառակ բան է, անընդունելի բան է։ Ես ինքս համարում եմ, որ մինչև մայիսի 29-30-ի հայտարարությունը, երբ պարոն վարչապետը խոսեց այս 3 կալանավորված հոգևորականի մասին, քեռակնկա հետ կապի եւ այլնի մասին, մինչ այդ պահը ըստ երևույթին, ես այդպես եմ դիտարկում, որ վարչապետը ունեցել է տեղեկություններ, ճշգրիտ տեղեկություններ եւ դրա հիման վրա է այդ հայտարարությունը արել եւ որոշել է մեկնարկել կապ ունի ազգային ժողովի ընտրություններում լրացուցիչ դիվիդենդ կամ քվե ստանալու հետ։ Նման կասկածներ ունեմ, վստահ չեմ, պնդել չեմ կարող, բայց ահագին լուրջ է մտածումս այն մասին, որ հատուկ ծառայությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսում է, գաղտնադիտում է ինչ-որ մի մեխանիզմով հավաքել է տեղեկություններ եւ զեկուցել է վարչապետին։ Եվ ընդհանրապես այդ անձանց մասին գաղտնի ճանապարհով տեղեկություններ ստանալու հանգամանքը պիտի քննության առարկա դառնա իրավական պետության մեջ, պիտի քննվի, պարզվի, թե ում է գաղտնալսում եւ ինչ իրավունքով։ Մեր երկրում դրա իրավունքը տալիս է դատարանը, պիտի տա դատարանը ենթադրաբար անհրաժեշտ հիմքերի ներկայացման դեպքում։ Ահագին մարդու են գաղտնալսում, գաղտնադիտում, շատ բաներ չեն բացահայտվում, որոշ բաներ ըստ երևույթին բացահայտվում են, բայց պահվում է նպատակահարմար պահի օգտագործելու համար եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դատական համակարգ չի բարեփոխվել, որակյալ արդարադատության մասին խոսել չենք կարող ենք խոսել ընտրովի արդարադատության մասին։ Մի դեպքում արդարադատության ամբողջ մեքենան է աշխատում, մյուս դեպքում ասում են լավ, ոտքերդ կախկցեք, նայենք ինչ է լինում։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ մենք Հայաստանում արդեն ունենք, որովհետև տեղի չի ունեցել դատաիրավական համակարգի որակյալ բարեփոխում։ Ձևական բարեփոխում եղել է։ Ինչու, պարոն Բարսեղյան, որովհետև դուք քաղաքացիական այն ներկայացուցիչներից եք, որ առաջին օրվանից հեղափոխության պահանջել է եւ շատ կտրուկ միջոցառումներ եւ ի վերջո արդյոք չունեք կասկած, որ իշխանությանը պետք է չի նման խորքային բարեփոխում եւ իրապես անկախ դատաիրավական համակարգ, չգիտեմ, ազգային անվտանգության եւ այլ մարմիններ, որոնք գործում են ասես սուվերեն, հա, որոշումների հիման վրա։ Ուկրաինայում մենք տեսնում ենք հակակոռուպցիոն մարմինը ուղղակի մեղադրանքներ առաջադրում նախագահի շրջապատին եւ անկաշկանդ է դա անում, ունենալով հանրության աջակցությունը։ Եթե Հայաստանում այդպիսի բան տեղի ունենար, արդյոք իշխանությունը չէր կորցնի վերահսկողությունը այդ մարմինների նկատմամբ, միգուցե ես զուտ ենթադրում եմ կամ ենթադրական հարց եմ տալիս, միգուցե այդ նպատակով նման խորքային բարեփոխումներ չարվեցին, որ այս մարդիկ ծառայում են նախկին իշխանություններին, հիմա վերցնենք մեզ ծառայեն նախկինների դեմ տրամաբանությամբ եւ ոչ թե իրավամբ անկախ դատաիրավական համակարգ ունենանք։ Ասեմ տեսակետս, ես իհարկե շատ եմ մտածել, որ այդ հարցը շատ են տվել ինձ, թե պատճառը ինչն էր, որ պարոն Փաշինյանը որոշեց արմատական դատաիրավական բարեփոխումներ չանել։ Սա իմ շատ նեղ անձնական համոզմունքն է, որ դա ոչ թե այդ համակարգը սեփական կարիքների համար օգտագործելու նպատակով պահելն էր, այսինքն արատավորված վարկաբեկված դատավորներ ունենալ, դատախազներ, քննիչներ, տոյես եւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, որպեսզի էկուցել մենք օգտագործենք։ Ես մինչև հիմա համոզված եմ, որ դա չի եղել նպատակը, ես համոզված եմ, որ պարոն Փաշինյանը խիստ թերագնահատեց այդ արմատական միջոցների իրականացումը ժողովրդավարական պետության կերտման համար։ Ինձ իհարկե քննադատում են ընկերներս, ասում են, չէ, մի ամիտես Լևոն ինքը դիտման բարեց, որ Մացոն մնա համակարգում, որպեսզի Մացոյին հանձնարարեն սա անել, կարող է սխալվում։ Ներողություն, եթե սխալվում եմ։ Բայց եթե նույնիսկ իմ սցենարն է ճիշտ, իմ պատկերացրածն է ճիշտ, որ թերագնահատել է, էլի սա ոչ մի կերպ չի արդարացնում Փաշինյանին եւ կառավարող
իշխանությանը, ինչպիսի պատճառաբանություններ բերած լինեն։ Պատճառաբանությունը այն էր, որ եթե բոլոր դատավորներին, որոնք ապականված են համակարգից հանենք, նրանց փոխարինողներ չկան, դատախազներին հանենք, նրանց դատաիրավական համակարգը կփլվի, այսպես չի լինի, դատավորները մեծ դատի կտան, հիշեք են ողբով այն ասումը, որ 19 թվին, 20 թվին տիրում էր այդ միջավ, նույնիսկ ինքը խոստացավ անել 6-ը, չարեց եւ վերջերս էլ ելավ ասաց չեն կարել եւ լավ են կարել, որ չեն կարել, ճիշտ են կարել, որ չեն կարել։ Այսինքն իր այդ վախվորածությունը, խուսափողականությունը, ես իմ գուցե ծայրահեղ լավատեսականությունը, որ այդ մարդիկ կուղղվեն, շանսը կօգտագործեն, կաշխատեն արդեն բարեխղճորեն, շատ մեծ միամտության տեղ եմ տնում։ Կարելի է դավադրապաշտությանը տրվել, ասել դիտման բարեց, որ պահպանին իրեն ծառայեցնել տա։ Էս էլ է տարբերակ։ Ես ինքս հակված չեմ այդ տարբերակին, լավ է թե վատ խոսքով քննադատում են, թող քննադատեն ինձ իմ այդ մոտեցման համար, համարում եմ, որ սա բանի պետականաշինության տեսանկյունից խայտառակ կարճատեսության հետևանք է։ Խնդիրներին լավ չտիրապետելու, չնայած դեմերս իրեն էլ մի քանի քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների բացատրվել է, որ 18, 19, 20 թվերին որ պիտի կտրուկ շեշտակի վճռականորեն աներ, գուցեև սխալներ լինեն, պիտի որ սխալներ լինեն, էլի երբ կտրուկ շեշտակի եւ վճռականորեն են արվում են բարեփոխումները, բայց իշխանությունը որոշել քննել դրանք եւ Հայաստանում այդպես էլ չձևավորվեց երրորդ իշխանություն, ուշադրություն դարձրեք, ոչ թե դատական իշխանություն, այլ երրորդ իշխանություն, որպեսզի դատական համակարգ մենք ունենք, հա, եւ այդ իշխանությունը, որը պիտի լիներ հակակշռելու եւ վեճերը վարելու գործադուլի եւ օրենսդիր մարմնի, նրանց ներկայացուցիչների եւ քաղաքացիների իրավաբանական անձանց միջեւ այդ իշխանությունը այդպես էլ չտեղավորվեց։ Մնացինք մենք օրենսդիր դատական իշխանության օրենսդիր եւ դատական իշխանություններով պետություն ստացվեց, էլի դատական իշխանություն, երրորդ որակյալ գործող իշխանություն իր բոլոր ճյուղերով համակարգերով այդպես էլ չստացվեց։ Տեսեք, պարոն Բարսեղյան, կալանավորվեց Արշակ arczepiskopos Խաչատրյան, որը վերջին շաբաթներին, ամիսներին հայաստանյան լրատվամիջոցների գլխագրերում էր մի քանի օր առաջ ասուլիս էր տալիս, հերքելով իր մասնակցությամբ տեսանյութերում իր մասնակցությունը, այսպես ձևակերպենք։ Հիմա այս մարդուն առաջադրվել է մեղադրանք 7 տարի առաջ վաղեմությամբ գործի շրջանակում։ Ես ոչ քննիչ եմ, ոչ դատախազ, ոչ ԱԱԾ պաշտոնյա, փառք Աստծո, ուղղակի հարց եմ հնչեցնում։ Այդ 7 տարի է վարչապետը իշխանության է, ինչու 5 տարի առաջ, 6 տարի առաջ, 4 տարի առաջ կոնկրետ այս մարդը չէր կալանավորվում։ Ինչու նա կալանավորվեց եւ այս գործը ի հայտ եկավ թմրամիջոց այլ մարդու պայուսակ դնելու գործը այն ժամանակ, երբ որ նա այսպես Գայգին երկրորդի թիմի ամենահամառ անդամներից մեկն է, իշխանության գործողություններին դիմակայող, իշխանությանը հենց հիմա էլ քննադատող, համառություն ցուցաբերող անդամներից մեկն է, որոշներն ասում են կաթողիկոսի հենարաններից մեկն է։ Կարող ենք մենք ունենալ կասկածներ, որ իշխանությունը այսպես պատժում է ցույց տալու, որ չկան անձեռմխելի մարդիկ, միգուցե հաջորդը կաթողիկոսն է, այսինքն վախ սփռելու նպատակ միգուցե սա ունի։ Հակառակ պարագայում մենք ինչպես հասկանանք, որ 7 տարի առաջվա ինչ որ մի դեպք, որի հիմնավորվածությունը ես չգիտեմ, հիմա է ի հայտ գալիս եւ հենց այս իրադրության մեջ, երբ որ վարչապետը ըստ էության Արշակ arczepiskopos-ի հեռացման հարց է դնում, քեռակնոջ պատմություն է մեջտեղ բերվում եւ այլն եւ այլն։ Բերեք պայմանավորվենք, որ կասկածելու իրավունքը նույնպես սահմանադրական իրավունք է, բոլորս կասկածելու իրավունք ունենք իհարկե։ Երեք երբ առաջին լուրը եղավ այդ մասին, տեքստը հստակ չէր, փաստաբանից էր կարծեմ առաջին հրապարակումը, ինձ թվաց, թե թմրանյութ է տեղադրվել 18 թվականին կաթողիկոսի դեմ ելածներից մեկի մոտ պայուսակում թե որտեղ, բայց հիմա է տեղադրվել։ Այդպիսի տպավորություն ստեղծվեց այդ լուրից, ոչ թե այն ժամանակ է Այո։ Ահա, հետո արդեն ճշգրտվեց, ինչքան հասկացանք, դա տեղի է ունեցել իսկապես 7 տարի առաջ։
Հա, այստեղ բան կա, երբ է հայտնի դարձել դա իրավապահ մարմիններին։ Եթե հայտնի է դարձել այն ժամանակ եւ չի քննվել այդ գործը, առաջ չի գնացել, դա կոծկում է առնվազն։ Ինչ որ մարդիկ պիտի պատասխան տան, եթե բարեհաջող թոշակի չեն անցել եւ որևէ բարենպաստ կազմում չեն հանգրվանել այդ իրավապահները։ Եթե հիմա է պարզել, որ կա ամենայն հավանականությամբ վաղեմության ժամկետով կարճվելու է, ջրվելու է գնահել, որտեղ ես իմ կարծիքով այդ մեղադրանքը բան չէ, 7 տարուց ավելի կշիռ ունեցողներին չէ կարող է սխալվել, էլի կարող է հատկապես այդ հոգևորական դեպքում ուրիշ մոտեցումներ կամ ուրիշ հոդվածներ են շարեն վրան։ Տեսագրությունը, որը հրապարակվեց երեք, Հարվածելու չէ դրվագներ։ մի դրվագ էր, այդ հարվածելը ճիշտն ասած, ես օրինակ փորձաքննության կարիք չունեմ, ես ակնհայտ երևում է, որ մարդը հարվածում է, էլի կարող է փորձաքննությունը պարզի, որ չէ, ինքը չի եղել հարվածողը եւ այլն, բայց այդ հարվածի մասով էլ պիտի քննություն լիներ, եթե այն ժամանակ հայտնի է եղել եւ չի քննվել, ուրեմն կոծկում է, եթե հիմա է, հիմա պիտի քննվի։ Հետո հիշում ենք Սիլվա, չեմ հիշում ինչա, եւ Սուրեն Խաչատրյան Սյունիքի մարզերի Սիլվա Համբարձումյան, հա, այն կաշառքի գործով, կաշառատու կնոջ պատմությունը, եթե ճիշտ եմ հիշում, 15 միլիոն դոլարի մասին էր խոսքը, երբ ապտակել էր Սուրեն Խաչատրյանը այդ կնոջը, Սերժիկ Սարգսյանի թագավորության ժամանակ էր դա, քննեցին, որոշեցին, որ մեկ ապտակը ծեծ չէ, մի մուշտի է տվել, էլի, հա, դրա եղածին չէ։ Այդ մի հարվածը, որը եղել է, դա քննության առարկա լինելու է, թե ոչ եւ այլն։ Բայց վերադառնալով հարցի բունեությանը, շատ լուրջ է դրանից կասկած առաջանում, որ այս բանը ոնց որ թե հրապարակային քննադատությունը չօգնեց, որ գնատուն այդ հոգևորականը տեսագրության հրապարակումը չօգնեց, ոնց որ թե այդ հոգևորականների խորհրդի կամ հանձնախմբի դիմումը քննչական կոմիտեին եւ քննչական կոմիտեի եզրակացությունը, թե այո, այդ հոգևորականն է տեսագրության մեջ, այդ էլ չօգնեց, որպեսզի գնա ամերիկան հասան բան, էլի որ թմրանյութ են դրել ինչ-որ մեկի պայուսակում։ Մի փոքրիկ դրվագ էլ հիշեցնեմ սրա հետ կապված, երբ 18 թվականին սկիզբ էր առել այդ շարժումը նոր Հայաստան, նոր Հայրապետ, եթե չեմ սխալվում, այո, բողոքի ցույցեր, բաներ կաթողիկոս փոխելու համար, այն ժամանակ նույնպես հնչում էր քննադատություն, թե սա վարչապետի նախաձեռնածն է եւ վարչապետի թիմից եւ վարչապետն կարծեմ ասացին, որ չէ, մենք նման բան չենք նախաձեռնել, մարդիկ իրենց իրավունքը, իրենց աղաքեֆը բողոքի ցույց են անում, էս են անում։ Եվ չաջակցեց Փաշինյանը այն շարժմանը։ Այո, դա է ուզում ասել, որ ինձ թվում է, որ նույնիսկ կարող է այս համատեքստում է եղել, որ ընթացք չեն տվել այդ հոգևորականի գործողությանը, որպես քրեական գործ, որպեսզի իբր թե հաստատեն, որ տեսեք նույնիսկ աչք են փակում նման հանցագործության կամ անկարգության այդ թմրանյութ տնելը մի քիչ դժվար ապացուցելի բան է, էլի, բայց թե հարվածը, որը հրապարակային վայրում բոլորի աչքի առաջ է տեսագրված է, ակնհայտ է, էլի, այսինքն եթե այդ պահին վարչապետը որոշեր, որ պիտի անպայման քրեականացվի դա եւ ընթացք տրվի դրան, երևի մտածել է, որ հանկարծ կարող է ինքը ասոցացվի նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժման խորքում կանգնածների հետ, նախաձեռնողներից մեկի հետ, սա չի արտարացնում անկործությունը, սխալ չհասկանաք, գուցե եւ այդ նպատակով է, որ ծենծուն չի եղել այն ժամանակ, եւ հետո համբերության բաժակը լցվել է վերջերս մանավանդ ընտրություններից մեկ տարի առաջ որոշեց քարոզարշավի համատեքստում կրոնականացման, հավատքի, բանը մարդկանց հավատացյալների հոգու նուրբ լարերի վրա ազդելու պոպուլիստական այս հնարքին դիմել զբաղվել կրոնական կազմակերպության բարեվարկության խնդիրներով, ինչը բացարձակ մերժելի է ու երևի մի 600-600 անգամ ես խոսել եմ այդ մասին, գործ չունի պետական իշխանությունը կրոնական կազմակերպության բարեվարկության հետ, քրեական հանցագործություններ են ուրիշ հարց, պիտի զբաղվել դրանով, բայց ոչ թե ղրկի ԱԱԾ-ի աշխատակցին գնա հոգևորականին բան բացատրի համոզի, որ տեքստը խմբագրի կամ ավելի ճիշտ գրաքննի տեքստը, այ քեզ բան բացարձակ մերժելի բան է, ինչը իրեն թույլ է տվել վարչապետը եւ վերջապես եթե ինքն չի հանձնարարել
ինքը հանդուրժելի է համարում, դա համարում է, որ դա նորմալ բան է, մի անգամ ընկերը, մյուս անգամ հարևանը, մի անգամ էլ ԱԱԾ-ի պաշտոնյան կարող է զբաղվել դրանով։ Սա այնպիսի, ինչ ասեմ, մերժելի արարք է, որի տեսական վարիացիաները տարբեր օրինակների վրա արտածումը կարող է բերել խայտառակ բաների, ասենք, ինչ ասեմ, մանկապարտեզի տնօրենը կարող է այցելել վարչապետին եւ հորդորել ասել, բացատրել, որ ինքը իր ելույթի մեջ այսպես պիտի ասի, այնպես պիտի ասի եւ այլն եւ այլն։ Համայնքապետը այցելի մանկապարտեզ եւ դաստիարակչուհիներին բացատրի, թե ինչպես պիտի իրենք դասը վարեն։ Ու սրանից բխած բազմաթիվ խայտառակ հնարավոր օրինակներով եւ երբ որևէ մեկը ասի, թե այ մարդ քո ինչ գործ ունի, դու ինչի՞ ես գնացել մտել այդ կազմակերպություն, կամ հայ առաքելական սուրբ եկեղեցի գնացել մտել եք, որը բարեվարկության խնդիրներ ունի, չենք վիճում դրա հետ կապված եւ հոգեվորականի բան եք հորդորում, իսկ կներեք մյուս կրոնական կազմակերպություններ ինչու չեք մտնում, շատ հետաքրքիր է, իսկ հասարակական կազմակերպություններ երբ եք մտնելու, իսկ համատիրություններ այցելելու են ԱԱԾ պաշտոնյա, ունեք բավարար թվով ԱԱԾ պաշտոն եւ այդպես շարունակ։ Կարող է պատահի ԱԱԾ աշխատակազմը հարկավոր է ընդարձակել եւս մի 4000 հոգով, նայենք ինչ է լինելու, ինչու ԱԱԾ-ում լյուստրացիա չի արվել, հա, գուցե նրա համար որպեսի կամ այդ ԱԱԾ պաշտոնյան, որ ելնում գնում է այդ հանձնարարությունը կատարելու, իրեն ինչ որ մեկը հանձնարարել է, չէ, պետք է ասի, թե ընկեր կներես էլի, դա իմ ինչ գործն է, դա ինձ վերաբերվում է, ինձ վերաբերել է, ԱԱԾ-ին վերաբերելի է հոգեվորականների գլխին ավետարան կարդալը։ Սա բան է, շատ վատ բան է արել, վարչապետը արդարացնելով այդ գործողությունը, եթե չասեմ հրահանգելով այդ գործողությունը։ Կարճ բան Բարսեղյան, որպես ամփոփիչ, մենք տեսնում ենք կաթողիկոսի այսպես շրջապատը պայմանական ասած նոսրանում է, հա, Արշակ arczepiskopos-ն են կալանավորված։ Իհարկե այլ գործերով Բագրատ եւ Միքայել arczepiskopos-ները ես չեմ ուզում կապել այս պատմության հետ, որովհետեւ դրանք մի քիչ այլ պատմություններ են եւ ավելի վաղ են, բայց նոսրանալ նաեւ նկատի ունեմ 10 arczepiskopos-ների անջատվելը եւ նրա հրաժարական պահանջել կարելի է, չգիտեմ, ենթադրել այս հարցը Նոստրադամուսի մշակույթի դաշտից չի, բայց որ միգուցե կաթողիկոսի ներգրավմամբ էլ քրեական գործ լինի ճնշումը ավելի մեծացնելու, ուր կարող է այս ամեն ինչը տանել հաշվի առնելով նաև որ Գյումրիում է Կիրակի օրը լինելու կուլմինացիան կամ իրադարձությունների կենտրոնը։ 1-2 րոպե եմ խնդրեմ։ Հասկացա, շնորհակալություն։ Թե որ Նոստրադամուս, ուրեմն Նոստրադամուսի ժամանակներից մեկի խոսքերից մեջ բերեմ, ինքը իհարկե որպես օրենք է ձևակերպել, ոչինչ անհատույց չի մնում։ Նյուտոնի օրենքներից մեկի մասին է խոսքը, էլի։ Անպայման ի վերջո մի օր մի ձևով հատուցվելու է, եւ վարչապետի արածներն է հատուցվելու ըստ այդմ, եւ չարածներն է հատուցվելու։ Կաթողիկոսի եւ արածները եւ չարածները։ Հարցը ժամանակի հարց է եւ հատուցման ծավալի գոհացման հարց է։ Եթե իշխանությունը գտնի քրեականության հիմքեր, անպայման նախաձեռնելու է ինչ-որ բան, հա, բայց ինձ թվում է, որ եկեղեցու վերնախավի մաքրագործման կամ հատուցման ժամանակը գալու է, դա շատ ծանր պահպանողական մի մարմին է, միտեղ կարող են ծափահարություններով ողջունել կաթողիկոսին, այս կաթողիկոսին մեկ ուրիշ տեղում կարող է մեջքով շուռ կամ տաճարից դուրս գան, երբ ինքը ներս է մտնում եւ այլն եւ այլն։ Հա, անպայման հատուցումը լինելու է այս տեսանկյունից։ Ես շատ կուզեի, որ այդպիսի պատմական դեր ունեցած կրոնական կազմակերպությունը իր բարեվարկության խնդիրները ներսում լուծեր, որևէ մեկը գայթակղություն չունենար դրսից միջամտելու կրոնական կազմակերպության գործին։ Շատ կուզեմ, որ պետական իշխանությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները ոչ մի կերպ չմիջամտեն բարեվարկության էթիկական խնդիրներին, որտեղ էլ դրանք լինեն կրոնական կազմակերպություն, հասարակական կազմակերպություն եւ այլն եւ այլն։ Համայնքային իշխանությունը պիտի բարեվարկությանը հետևի իր աշխատակիցների համակարգում, պետական իշխանությունը իր աշխատակիցների բարեվարկությանը պիտի նայի։ Չպիտի գնա խառնվի այնտեղ, հետո բանա ազդեցություն գործի, որը օրենքից դուրս է, ինչը վարկաբեկում է նաև պետական իշխանությանը։
Ինձ թվում է, որ եթե մի քիչ խորանան, հսկայական շերտերով քրեական գործերի հիմքեր կգտնեն հայ առաքելական եկեղեցու տակ։ Ճիշտ կլինի, որ պետական իշխանությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցին բերի կատարյալ օրինականության, հարկային, մաքսային, վճարային արձանագրման դաշտ։ Այս մասին շատ ենք խոսել, պետական իշխանությունը ցավոք դրանով չի զբաղվում։ Որոշել է զբաղվել բոլորովին ուրիշ բանով, որ իր լիազորությունը չէ, ԱԱԾ մարդկանց ընդգրկել եւ բարեհաճության վեճերը փորձել լուծել։ Այդպես չի բարենորոգվում հայ առաքելական Սուրբ եկեղեցին, կամ հետո կոչվելու է հայ առաքելական պետական Սուրբ եկեղեցի, անեկդոտելի, հա, շատ սխալ բան է, պարոն վարչապետ, հա։ Շնորհակալ եմ պարոն Բարսեղյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցում ենք Լևոն Բարսեղյանի հետ։